Ողջույն, այս անգամ ամբողջ հաղորդումը կնվիրենք շաբաթվա վերջի իրադարձություններին։ Խոսքը վերաբերվում է հայ առաքելական եկեղեցու առաջնորդի կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ քրեական գործի հարուցմանը։ Հաղորդմանը կկենտրոնանանք այս իրադարձությանը եւ վեհափառին ներկայացված մեղադրանքից բխող քաղաքական հարցերի վրա։ Եկեղեցու առաջնորդին ներկայացված մեղադրանքը վերաբերվում է մեկ այլ հոգևորականի առնչվող այլ դատական գործով դատական ակտիվ կատարմանը խոչընդոտելուն։ Այս մեղադրանքի հետևանքներից մեկն այն է, որ փաստացի կաթողիկոսին թույլ չի տրվում լքել երկիրը։ Վիեննայի արվարձաններից մեկում պետք է տեղի ունենար եպիսկոպոսական ժողով, ու թերևս սա է պատճառներից մեկը, որ իշխանություններն այս շաբաթվա վերջին կաթողիկոսին մեղադրանք ներկայացրեցին, ըստ էության կանխելու երկրից նրա ելքը։ Այս մեղադրանքը առնվազն անհամոզիչ ու հիասթափեցնող էր, քանզի վերջին մի քանի ամիսներին վարչապետը ըստ էության մեղադրել է եկեղեցու առաջնորդին Ռուսաստանի անվտանգության դաշտային ծառայության կամ ռուսական հետախուզական ծառայությունների գործակալ լինելու մեջ։ Շատերն են վարչապետին խնդրել կամ ներկայացնել այդ մեղադրանքների ապացույցները կամ դադարեցնել այս արշավը։ Եվ վարչապետը չի արել դա, թերևս մեկ կամ երկու պատճառով, կամ որ չունի այդ ապացույցները, կամ իրականում սպասում է քաղաքական առումով ավելի պատեհ պահի, որպեսզի դրանք ներկայացնի հանրությանը։ Այն, որ այս մեղադրանքները պակաս լուրջ են, քան մարդիկ ակնկալում էին, իրականում ավելի շատ հարցեր է առաջացնում վարչապետի, քան վեհափառի շարժառիթների մասին։ Խորամուխ լինելով այս թեմայի մեջ ես կանդրադառնամ երկու կոնկրետ հարցի։ Դրանցից մեկը պետական շահի տեսանկյունն է, մյուսը ընդհանուր առմամբ այս ամենի քաղաքական կողմը։ Պետական շահի տեսանկյունից, երբ խոսքը վերաբերվում է հարցին, թե արդյոք վեհափառը Ռուսաստանի կամ Ռուսաստանի պետական հետախուզական ծառայությունների գործակալ է կամ կապեր ունի դրանց հետ, ես գրեթե ոչ մի կասկած չունեմ։ Բայց դա գաղտնիք չէ։ Էջմիածնում յուրաքանչյուր 12-ամյա երեխա կարող է ձեզ դա ասել, եւ դա ապացուցելու համար արտաքին կամ ներքին հետախուզական գործակալություններ պետք չեն։ Փաստն այն է, որ Հայաստանի պետական քաղաքականությունը ըստ էության անկախությունից ի վեր մինչև 2022-ի սեպտեմբերի իրադարձությունները հիմնված է եղել Ռուսաստանի հետ շատ սերտ եւ ռազմավարական հարաբերությունների վրա։ Եվ միանգամայն միամտություն կլինի կարծել, թե եկեղեցին այդ հարաբերությունների մաս չի կազմում, անկախ նրանից, թե ինչ ենք մտածում եկեղեցու մասին։ Քչերը չեն համաձայնվի պնդման հետ, որ վեհափառն այս պաշտոնի համար հարմար անձ չէ, ինչպես նաև այն փաստի հետ, որ եկեղեցին իրականում չի կատարել այս երկրի առաջ ունեցած պարտականությունները, ինչպես նաև մեր մյուս գրեթե բոլոր հաստատությունները վերջին 25 տարիներին։ Հարցն այն է, թե արդյոք վարչապետի այս մոլուցքը եւ նրա կառավարումը ծառայում են պետական շահերին, թե ոչ։ Կարող եմ հաստատ ասել՝ ոչ։ Եվ երկրի քաղաքացիները ցանկանում են ունենալ առաջնորդներ կամ քաղաքական գործիչներ, որոնք իրականում կարող են միավորել երկիրը մեր արտաքին թշնամիների դեմ։ Այս պահին կարևոր չէ, թե ով է առաջնորդում եկեղեցին։ Եթե խնդիրը կամ իշխանությունների գործողությունների շարժառիթն այն է, որ եկեղեցին կարող է օգտագործվել Հայաստանում տեղի ունենալիք ընտրություններին միջամտելու համար, ապա կարող եմ ասել, որ նույնիսկ եթե փակվի եկեղեցու միջոցով միջամտության այս խողովակը, ռուսական պետությունը շատ ավելի շատ ուղիներ ունի փողեր լվանալու կամ մեր երկրում ընտրությունների վրա ազդելու փորձերի մեջ էական դեր խաղալու համար։ Հիմա անցնենք այս ամենի քաղաքական կողմին։ Այստեղ կուզեի սկսել ֆրանսիացի ականավոր պետական գործիչ Շարլ Մորիս Տալեյրանից մեջբերումով։ Նա ասում էր. «Սա շատ ավելի վատ է, քան հանցագործությունը։ Սա սխալ է»։ Եվ թույլ տվեք բացատրել, թե ինչու։ Անցած շաբաթն այս վարչակազմի համար նշանավորվեց մեծ հաղթանակով, երբ Հայաստանն այցելեց ԱՄՆ փոխնախագահը։ Իշխանությունները կարող են շաբաթներ ու ամիսներ շարունակ պարծենալ այդ այցի բոլոր արդյունքներով, սկսած Հայաստանում կառուցվելիք տվյալների կենտրոնից, վերջացրած մոդուլյար ատոմակայան կառուցելու ռազմավարական գործարքով։ Դրա փոխարեն նրանք մսխեցին այդ հնարավորությունը եւ անցյալ շաբաթվա վերջից ի վեր հենց այս եկեղեցու հարցն է քննարկման առարկա դարձել։ Վերջին 6 ամիսներին հանրայնորեն հասանելի բոլոր հարցումներում եկեղեցին ավելի պոպուլյար է դարձել, իսկ վարչապետը պակաս։ Եվ չնայած իշխանության անհավասարությանը, Էջմիածնի խորամանկ ծերունին վերջին 6 ամիսների ընթացքում իրականացված բոլոր հարցումներում փաստացի հաղթում է վարչապետին։ Մեր Դոն Կիխոտը չի հաղթելու հողմաղացների դեմ իր պատերազմում, բայց նա կվանի իր քաղաքական կապիտալի մեծ մասը եւ կթույլատնի ինքն իրեն մի պայքարում, որը հնարավոր չէ հաղթել։ Իսկ հաղթելու համար վեհափառին մնում է անել երկու բան՝ չարձագանքել եւ հրաժարական չտալ։ Եվ երբ իշխանությունները վերջապես ձերբակալեն նրան, ինչը կարծում եմ նրանք կանեն, կաթողիկոսը կդառնա երկրի ամենահայտնի այլախոհ զոհը։ Երկրի հոգևոր առաջնորդի կերպարը, որքան էլ թույլ երևա նա ձեռնաշղթաներով, կարող է դառնալ այս տարվա ընտրությունների որոշիչ կերպարը։ Քաղաքական որևէ ողջամիտ գործիչ այսպիսի թակարդի մեջ չի ընկնի։
Եթե այստեղ ուզում եք հասկանալ չարաշահումների մասշտաբը, ապա այս կառավարությունը հավանաբար վերցրել է Հայաստանի ամենաանպարկեշտ հանրային գործչին եւ նրան դարձրել գործող կառավարությանը ազգայնական դիմադրության կոգնիտիվ խորհրդանիշը, ինչն իրականում բավական զարմանալի փոխակերպում է։ Անձնական փորձից ելնելով կարող եմ ասել, որ 8 տարի ապրելով Հայաստանում երբեք չեմ լսել գեթ մեկ դեպք, որ որևէ մեկը լավ բան ասի եկեղեցու առաջնորդի մասին։ Նույնը կարելի է ասել նախկին նախագահների մասին, որոնց մարդկանց մեծ մասը չի հավատում։ Կաթողիկոսի նման կոգնիտիվ խորհրդանիշի դեմ պայքարի հետ կապված խնդիրն այն է, որ խոսքն այլևս այն անձի մասին չէ, որին մեղադրանք է առաջադրվում։ Ամեն ինչ հանգում է ատելության այն անձի նկատմամբ, որն իրականում ղեկավարում է պայքարն այս կոգնիտիվ խորհրդանիշի դեմ։ Եվ փաստացի հենց այդ անձն է դառնում խնդիրը, այլ ոչ թե սուբյեկտը, որը թիրախավորվում է։ Կարևոր է հասկանալ, թե եկեղեցու դեմ այս պատերազմում ում համար է վեհափառը կոգնիտիվ խորհրդանիշ դարձել։ Ըստ էության դա ընտրողների երկու հիմնական խմբերն են՝ երիտասարդ ընտրողներ, եթե նայենք հարցումների արդյունքներին, եւ ազգայնական ընտրողներ, որոնք հստակ մեծամասնություն չեն, բայց շոշափելի փոքրամասնություններ են կազմում։ Նրանք պարզապես չեն հավատում, որ սա պատերազմ է այս անձի դեմ կամ այս մարդու պատճառով։ Նրանք դա դիտարկում են որպես ավելի մեծ պատերազմ մեր պետական ինստիտուտների եւ երկրի միասնության դեմ։ Այս պատերազմն իրականում հաստատում է այս մարդկանց ամենավատ վախերը՝ վարչապետի եւ նրա թիմի վերաբերյալ, որ իշխանություններն իրականում այս գործողություններն իրականացնում են մեր թշնամիների շահերից ելնելով, միաժամանակ կրկնապատկելով ջանքերը ապացուցելու, որ իրենք հակազգային ուժ են։ Վարչապետը եւ նրա թիմը նաեւ չեն հասկանում, որ Նիկոլ Փաշինյանի կերպարի ստեղծումը որպես վճռական տրամադրված ուժեղ ղեկավար, որն ազիջում պայքար է մղում Էջմիածնի ծերունու դեմ, սակայն միաժամանակ նահանջում է երկրի իրական թշնամիների առաջ։ Քաղաքական տեսանկյունից աղետալի հակադրություն է առաջացնում, որն առաջիկա մի քանի ամիսներին կօգտագործվի հենց վարչապետի դեմ։ Գիտեմ, որ շատ քննադատներ կասեն, անընդհատ կվիճեն ինձ հետ, թե սա պատերազմ չէ եկեղեցու հավատքի դեմ, այլ իրականում պատերազմ է կոռումպացված մեկ անձի դեմ։ Շատ հնարավոր է, որ դա հենց այդպես է, բայց քաղաքական առումով դա այդպես չի դիտարկվում, այսպես չի ընկալվում։ Իսկ քաղաքականության մեջ ընկալումներն ավելի կարևոր են, քան իրականությունը։ Այս ամենի քաղաքական իրականությունն այն է, որ վեհափառին թիրախավորելը միշտ էլ դժվար է լինելու, քանի որ գրեթե անհնար է, որ դա չընկալվի հարձակում եկեղեցու վրա, որպես ինստիտուտի։ Եկեղեցին շատ յուրահատուկ եւ հակասական տեղ ունի հայերի երևակայության մեջ։ Հայաստանում քչերն են իրականում լուրջ հավատացյալներ, եւ բոլորն ունեն կոռումպացված քահանաների, եպիսկոպոսների մասին իրենց նախընտրելի պատմությունը։ Այնուհանդերձ, միևնույն ժամանակ, շարքային քաղաքացիների մեծ մասին բավականին անհանգստացրել էին մայր աթոռում բերետավոր հատուկ ջոկատայինների գործողությունները, եպիսկոպոսների ձերբակալությունները եւ այդ ամբողջ հրմշտոցի ու քաշքշուկի տեսարանները։ Սա պարզապես դուր չի գալիս մեր բնակության մեծ մասին։ Հիմա անցնենք ընտրությունների վրա այս ամենի ազդեցությանը։ Շատ հնարավոր է, որ հունիսին ընտրություններից հետո պարզվի, որ այս ամենն իրականում ֆոնային աղմուկ էր ընտրողների համար, ինչը գուցե մտահոգել է նրանց, սակայն չի ազդել նրանց քվեարկության վրա։ Մյուս կողմից, վարչապետը կարող է անել այն, ինչը ընդդիմությանը երբեք չի հաջողվել անել 2020-ից ի վեր, այսինքն դառնալ համախմբված եւ բոլոր ուժերին միավորվել մի նպատակի շուրջ, որի հետ բոլորը միակարծիք են, որովհետեւ վարչապետին հավատարիմ ընդդիմությունից բացի գրեթե ողջ ընդդիմությունը կամ վարչապետի դեմ պայքարող մարդիկ նույնիսկ արևմտամետ կուսակցություններից դեմ են եկեղեցու դեմ այս գործողություններին։ Ամենալավատեսական կանխատեսումներով առաջիկա ընտրություններին իշխանությունները 35-ից 40% ձայն կարող են ստանալ, նույնիսկ մի փոքր նվազ։ Եթե նրանց դեմ պայքարող մյուս երկու հիմնական ուժերը միասին հավաքեն 51%-ից ավելի ձայն, կարող է ստեղծվի մի իրավիճակ, երբ նրանք կարող են միավորվել եկեղեցու դեմ իշխանությունների պատերազմի եւ այլ հարցերի պատճառով, ինչը չէին անի այլ պարագայում։ Սակայն ընտրությունների ելքի վրա ամենամեծ ազդեցությունը կարող է փաստացի ունենալ հռետորաբանությունն ու այն, թե ինչի են մարդիկ առնչվում։ Սա մի ժամանակաշրջան է, երբ այս կառավարությունն ունի բազմաթիվ ուժեղ դրական բաներ, որոնց վրա կարող է կառուցել իր նախընտրական քարոզարշավը։ Տնտեսություն, ԱՄՆ-ի հետ հարաբերություններ, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում եւ մի շարք այլ հարցեր։ Սակայն քաղաքական դաշտում ողջ ուշադրությունը կլանում է այս մեկ հարցը, ինչը լիակատար ձախողում է վարչապետի համար։ Որպես ամփոփում պետք է ասեմ, որ այս ամենը իրականում շատերի համար առեղծված է եղել, քանի որ միակ բանը, որ վերջին 8 տարիներին ցուցաբերել է վարչապետը, անհնարին իրավիճակներում գոյատևելու քաղաքական արտառոց բնազդն է, ինչպես կատուներն են իրենց ճարպկությամբ դուրս գալիս վտանգավոր իրավիճակներից։ Սակայն քաղաքական դաժան ճշմարտությունն այն է, որ վերջին 1 տարում նա եւ նրա թիմը մշակութային հեղափոխություն են իրականացրել այս երկրում։ Դրա օրինակներից մեկը եկեղեցու դեմ պատերազմն է, որը նրանք չեն հաղթելու։ Նրանք միաժամանակ ամեն ինչ անում են
այս ազգի պատմության վերաբերյալ հարցերին պատասխանելու համար, հարցեր, որոնք իրականում ոչ ոք նրանց չի տալիս։ Այսպիսով, որ պահից են իշխանությունները սկսում ձախողել։ Կարող եմ կռահել, թե որն է այդ ձախողման պատճառը։ Քաղաքական գործիչներն իրենց գործունեության ընթացքում բոլորն էլ հասնում են այն կետին, երբ տեղի ունենում 3 բաներից մեկը։ Առաջինը եւ ամենավտանգավորն այն է, երբ նրանք սկսում են հավատալ իրենց իսկ անհեթեթություններին։ Երկրորդը, երբ սկսում են ավելի շատ ատել իրենց թշնամիներին, քան սիրել իրենք իրենց։ Եվ վերջապես, երրորդն այն է, եւ շատ հնարավոր է, որ հենց սա է այս իշխանությունների դեպքում։ Նրանց մերձավոր շրջապատը նեղանում է այն աստիճան, որ այլևս չկա այն մեկը, որ կարող է նրանց ուղիղ ասել, որ սխալ են թույլ տալիս, քանզի որ նրանց մերձավոր շրջապատում մնացել են միայն շողոքորթներն ու գաղափարախոսները։ Շնորհակալություն հաղորդումը դիտելու համար։ So long as he's alive, I tremble, I shake. I'm the king, and yet I shake. Will no one rid me of this meddlesome priest? A priest who mocks me. Are all around me cowards, like myself? Are there no men left in England